Ողջույն սիրելի ընկերներ, այսօր վերջապես իմ Wildberries-ի բոլոր իրերը, որոնք պատվիրել էի, հասել են եւ այնտեղ շատ կարեւոր երկու գիրք, այսինքն մեկը գիրք, մյուսը նոթատետր է, որը ինձ համար շատ կարեւոր էր եւ ի տխրություն ինձ շատ բավականին ուշ եկավ հասավ տեղ, թե լարսներ փակ, թե ինչ որ ուրիշ խնդիր կար, բոլոր իրերը, որոնք պատվիրել էի, երևի արդեն 1 ամիս է, սպասում եմ, որ գան հասնեն տեղ, անկողին էի նաեւ պատվիրել իմ եւ Մեսրոպի համար, որ տեղափոխվել եմ այս անկողնու չափով, հա, թեկուզ էլ եվրո է, բայց մի քիչ այդ մեծ չափովը չի, որ նախկինում պատվիրել եմ։ Դա նույնպես եկել է, բայց ամենակարևորը նա է, որ այդ գրքերը, որոնք որ ես անհամբեր սպասում էի, որ գա հասնի, հասել են եւ այսօր հնարավորինս կձգտեմ գնալ եւ վերցնել այդ գրքերը, ամեն ինչ պետք է անեմ, որ այսօր վերցնեմ, որ կարողանամ տանը ուսումնասիրել եւ կարողանամ հետագայում նաև կիսվել այդ ինֆորմացիայով, որովհետև այն գիրքը, որը որ պատվիրել էի եւ ասացի կկարդամ եւ կկիսվեմ, մնում է շատ քիչ էջեր, գլուխներ մի քանի, որոնք պետք է դեռ ընթերցեմ ընդհանրական դարձնելու համար։ Ինչևէ, հիմա տեսնենք, թե ոնց կստացվի, գնամ այսօր վերցնեմ եւ բնականաբար կնկարեմ նաեւ ցույց կտամ ձեզ։ Ես արդեն տեղափոխվել եմ նոր բնակարան։ Իհարկե դեռ չեմ ուզում այսպես ամբողջությամբ ցույց տալ, որովհետև շատ իրեր այսպես թափթփված է եւ այլն, բայց այս ձայնին էլ խնդրում եմ ուշադրություն չդարձնել, ջրի նասոսն է, որովհետև 5-րդ հարկում ենք, լվացքի մեջ բան եմ միացրել, ինչ են ասում, վարակույրներն եմ միացրել, որ կախեն տանը հոտով, ոնց որ տանը այդ թարմության հոտը գա։ Ինչ էի ուզում ասել, հա, գնել եմ այսպես գազի այս ֆոլգաներից, այս գազը, որովհետև փոքրիկներից է, եւ մի քանի այսպես տնային բաներ, ներկիս ամանը թողել եմ կապանում, այսպես օճառի աման եմ գնել այս տանգույների մեջ, սա Մեսրոպի ջուրն եմ գնել եւ իմ ջերմուկը, որը պարտադիր է արդեն իմ ռացիոնի մեջ սովորական հաց եմ գնել, որ չգիտեմ որտեղ հիմա դնեմ, որովհետև սաղ թափթփել եմ, անանաս եմ գնել, որովհետև շատ ուզում եմ, եւ այդպես լիքը տարբեր բաներ, Մեսրոպի զիթուչկաներն եմ գնել, վաֆլի եմ իր համար գնել, այլ ինչ եմ գնել այնտեղ աղցան, անձեռոցիկ, այսպես տնային բաներ, ասա այսպես անձեռոցիկ։ Մեսրոպը անակնկալ է մատուցել ինձ ու գիշերը ականջի ցավով արթնացել է ու շատ երկար չի քնել, գնացինք հիվանդանոց, Սուրբ Աստվածամայրը նշանակեցին տեղեր, գնեցի բոլորը, աչականջը բորբոքված է եւ բավականին խիստ բորբոքում է։ Արի մոզ ջան։ Այդպես հիմա եկել ենք Պոնչիկանոց, այստեղ Պոնչիկ կերավ, որ բերում եմ այստեղ հիվանդանոց, միշտ խոսք եմ տալիս, որ հետո քիչնենք այստեղի Պոնչիկանոցը։ Եկանք Պոնչիկանոց, հիմա հետ կգնանք տուն, որովհետև տանտերը պետք է գա, տան մի քանի հարց կա քննարկելու համար քննարկենք։ Եվ ըստ այդմ արդեն հասկանանք։ Արի մոզ ջան, արի նստի տղես։ Բարի առավոտ բոլորին։ Այսօր պետք է մազերս ներկեմ, օրն արդեն դրա համար երեկ չեմ լվացել, որ շատ մաքուր գլխի վրա չներկեմ, այդ պարագայում ինձ մոտ թեփոտում է մաշկը։ Ինչ է ուզում ասել։ Երեկ մի կերպ Մեսրոպին տվեցի այդ առաջին անտիբիոտիկը։ Շատ դժվար է ինձ համար իրեն անտիբիոտիկ տալը, որովհետև ինքը ընդհանրապես շատ դժվար ուտող երեխա է եւ ես կողմնակից եմ, եթե անտիբիոտիկ կամանց տղես, կամանց որ մամայի կոֆեն չթափվի։ Ես կողմնակից եմ, գոնե եթե անտիբիոտիկ ենք տալիս, ինչ որ ձև կոմպենսացնենք, հա, այդ անտիբիոտիկ տալը գոնե որոշակի նորմալ սնունդ ստանա։ Իսկ Մեսրոպը հիմա նորից սկսել է խնձորից հրաժարվել,
Միակ կատնամթերք ասած, եթե հնարավոր է լակտոֆլոր չի նշանակում, եթե հնարավոր է գոնե մածուն ուտի երեկոյան ժամերին, իսկ մեծ րոպե մածուն ընդհանրապես չի ուտում եւ փոքրուց էլ չի կերել, դա թթվասերը ինչ որ միտեղ կարելի է համոզել։ Այսօր ուզում եմ կտրտած հացիկներից առնել, ինչ որ մի ձև հնարավոր է կարծում եմ դրա վրա քառակուսի կտրել եւ տալ իր երեկոյան ժամին, որ ուտի թթվասեր հաց, ինքը սիրում է թթվասերով հաց։ Եվ փրկությունը, որ առավոտյան ժամին նա չթափի, ոնց հենա գտալը։ Առավոտյան ժամին փրկությունը նա է, որ գոնե հաց ու ձվածեղ կամ սովորական ձուն հաճույքով ուտում եմ։ Եվ ուտելուց հետո գոնե գիտես, որ կուշտ է եւ նորմալ բան ա կերել ու հանգիստ այդ ժամը 10-ի անտիբիոտիկը կտամ, կարծում եմ վաղը մանկապարտեզ չեմ տանի եւ ես էլ չեմ գնա աշխատանքի։ Երեկոյան ամբողջ հագուստները լվացի, կախեցի, այսօր առավոտյան արթնացա, տեսա որ շատ ուժեղ անձրև է եւ մառախուղ եւ ամբողջ շորերս թրջվել է։ Հիմա պետք է նորից վերցնեմ եւ կես ժամի տակ գոնե լվանամ։ Չորանոց այստեղ դեռ չունեմ, չեմ վերցրել, չեմ գնել, որովհետև մենակ չէի կարող բերել։ Պետք է երևի սպասեմ մինչև ամուսինս գա, միասին այդ մեծ գնումները անենք։ Ինչ ես ուզում։ Սա է շարքից։ Չհաշված, որ արթնացել ենք կիրակի օրը ժամը 7:20։ Գոնե մնացյալ օրերը արթնանում ենք 7:55։ Այսօր արթնացել ենք 7:20։ Դեպետ ես մեծ րոպե հետ 3 վաղ եմ քնել, ժամը 10-ն էլ չկար, եթե չեմ սխալվում, քնեցի արդեն։ Մինչև Վայլբերիսի իրերը ցույց տալու, ուզում էի ցույց տալ, ջան, կրակում ես, ուզում էի ցույց տալ, ընկերուհուս տանից եկել եմ, ու ինչ ա ինձ հետ դրել, ուղղակի ոնց որ տատիս տնից դուրս եկած եմ, դրեմ իրա տատի փակած լեչոն, որ ես ուղղակի պաշտում եմ տան պահածոները, ես շատ հաճախ գնում եմ նաև պահածոներ, այսպես իրենց տան բոլոր մրգերից, որոնք իրենց տանը կար, որովհետև սկսել եմ շատ ուտել մրգեր, սա աջիկա է ոնց հասկացա, ուրեմն կապանում մյուս ընկերուհիս էր բերում պահածոները իր հեսաբացում եմ, իր սկեսուր մայրիկի պատրաստած, որ իդեալական ընտիր աջիկա էր, չեմ դնում տղես վերցրու, իդեալական ընտիր աջիկա էր պատրաստում, այսի վերցրու կյամ լույսըդ, ար տղես, իսկ այստեղ ինանա իրա տատիկի փակած աջիկանա և խավիար, շատ համեղ ձեռք ունի իրա տատիկը, ու շատ հաճախ նմանեցնում եմ իմ տատիկի պատրաստածին եւ ցավոք սրտի, քանի որ իմ տատիկը մահացել է, ես այդ տնական պահածոներից օգտվում եմ միայն իրենց շնորհիվ, այնպես որ շատ մեծ հաճույքով ուտելու եմ այս պահածոները։ Ուրեմն ուզում եմ արդեն ցույց տալ Վայլբերիսի իրերը, որոնք պատվիրել եմ։ Այս սուբլիմիրованные մրգերը մենք փորձեցինք արդեն, բացեցինք ընկերուհուս տանը, փորձեցինք։ Եթե ասեմ, որ շատ այդպես դուրս եկավ, ելակը կարծում եմ իրենք ընտրում են հատուկ ելակներ, որ այդ ելակները լինեն կամ, չգիտեմ, թթվաշ կամ ինչ-որ թույլիկներն են ընտրում, ինձ այդպես է թվում տեսքից, բայց բանանը բավականին դուրս եկավ, ես վերցրեցի կլուբնիկա եւ բանան, որպեսզի ինչ-որ նոր համ չլինի, հանկարծ տհաճ չլինի, չզզվեմ, բայց ելակը շատ թթու է։ Ուտել հնարավոր է, այնպես չի, հնարավոր չի, հաճելի է, ուտել հնարավոր է, ատամներից դա կպնում։ Բայց թթու է, իսկ բանանը չեմ։ Նախ բանանը շատ պինդ է և ավելի խրթխրթան է, քան ելակը, դա միանշանակ։ Ինչև է, բայց այնպես չի, որ շատ ահավոր է, սա, եթե չեմ սխալվում, եթե չեմ սխալվում, 1200 դրամ արժեր, այնպես էր համեղ էր, անկողինը, որը պատվիրել էի եվրո չափի համար, նախկինը, որ պատվիրել էի, շատ հավանել եմ, բայց այդ մեկը թողել եմ կապանում,
Այս մեկը պատվիրեցի այստեղի համար, որ ես եւ մեծ րոպե օգտագործենք։ Ну, իհարկե հետո կտանեմ բնականաբար կապան, որովհետեւ չափը եվրո եմ վերցրել մեր կապանի անկողնու չափով։ Այսպեսին։ Ну, ինչպես որ նկարում կա, այսինքն։ Չգիտեմ, ես շատ հավանում եմ այս ֆիրման, նախ իր մատչելիության համար, երկրորդը լվանում ես գույնը շատ չի ընկնում։ Արդյունքելուց նորմալ արդյունքում է ու ինքը իրականում նշված է, որ պոլիեստեր է, 100%-անոց պոլիեստեր է։ Եթե չեմ սխալվում, նախկինը, որը պատվիրել էի, 50-50 էր, 50-ը պոլիեստիլեր էր, ինչևէ, 50-ը ոնց որ բամբակ, եթե չեմ սխալվում, չեմ էլ հիշում արդեն, բայց ամեն դեպքում շատ գոհ էի ես, դրա համար երկրորդ անգամ պատվիրեցի, այս անգամ այսպես մի քիչ ավելի ուրախ պատվիրեցի, միևնույնն է, անկողինը ինձ մոտ այդպիսի խնդիր կա, այս անընդհատ անկողինը պետք է փոխեմ ու լավ հոտ առնեմ անկողնուց, եթե ոչ մեկ շաբաթը մեկ, ապա երկու շաբաթը մեկ ես անկողինը փոխում եմ, բայց շուտով կանցնեմ իմ նույն ավանդական մեկ շաբաթին, որովհետև արդեն անհրաժեշտ կլինի անկողինը շատ հաճախ փոխել։ Դրա մասին հետո մյուս վլոգում։ Սա այստեղ արդեն վերմակի համար է, հա, ու բաննա։ Ոյ, ինչև է թռավ մտքիցս։ Ուրեմն իմ գրքերը, որոնք ես ուղղակի այսպես անհամբերությամբ սպասում եմ ես գրքերին, չգիտեմ որևէ մեկը տեղյակ եք թե ոչ, Աստրագորի մասին, ես շատ լսում եմ իրեն, իհարկե եթե հնարավոր է լինում գտնել եւ լսել, եւ իր գրքերը շատ երկար եմ սպասում, որ գար հասներ ինձ, ես պատվիրեցի, սրա մասին էլի ինչպես որ նախկին գիրքը, որ պատվիրել եմ, կխոսեմ մի քիչ ուշ, երբ որ արդեն կընթերցեմ եւ ամբողջությամբ պատրաստ կլինեմ ինֆորմացիան, այսպես ասած, հանձնել, դրա մասին կխոսեմ։ Եվ մի շատ կարևոր գրքույկ տետր եմ պատվիրել, բլոկնոտ, հա, այսպես, որի մասին ամբողջական դեռ գաղափար չունեմ, չեմ բացել, պետք է ծանոթանամ, բայց սա ինձ համար շատ կարևոր է այս բլոկնոտը, որտեղ չգիտեմ դուք գիտեք թե ոչ, երբևէ ասել եմ թե ոչ, ես ունեմ տետրեր, որտեղ գրի եմ առնում ինձ անհրաժեշտ ինֆորմացիան, հիմա մեկ րոպե մոտեցնեմ, ահա իմ տետրերի, այժմյան տետրերի, որոնք ես հաճախակի օգտագործում եմ, տեսքը, բայց այստեղ Մոջան մի քիչ ցածրացրու տղես, այստեղ կեսից շատը այսպես ավարտված, գրված ամբողջությամբ, լցված բլոկնոտներ են, որոնք ես եմ ինքս ստեղծել, սա դեռ նոր է այսպես ասած գնում, այսպես մանրակրկիտ նշված, օյ, էջերը ինչու, այ այսպես հետաքրքիր ամբողջը նշում եմ, ինձ համար սա իդեպ նոր էի գնել, այստեղ ևս, այսպես, սա շատ հին տետրից եմ պահել, այստեղ էլ գրվածքներ կա, բավական սա 2016 թվից է, եթե չեմ սխալվում այս տետրիս երեսը, այսպես տիտրատկաներ եմ պահում, բլոկնոտներ եմ պահում, որոնք իմ այսպես աջ ձեռքն են, կոպիտ ասած, եւ ես այստեղ գրի եմ առնում ամեն բան, ինչ որ հնարավոր է եւ ինչ որ ինձ անհրաժեշտ է։ Իմ մտքերի հետ կապված, հոգեվոր կյանքի հետ կապված, դրա մասին ինչ որ մի առանձին բլոգում կխոսեմ անպայման։ Այս տետրս մասնավորապես վերջի էջերը, այսինքն ես բաժանել եմ իրենց առանձին տիրոջ հետ զրույց է կոչվում, այսինքն իմ զրույցը տիրոջ հետ, իմ անհանգստությունները տիրոջ հետ։ Մոժան, մի քիչ ցածրացրու տղես։ Իսկ այս բլոկնոտը, որը պատվիրել եմ, այստեղ կարծես թե քո փոխարեն ամեն ինչ արված է, մնում է դու լրացնես։ Սա կուսումնասիրեմ եւ եթե աշխատի, կկիսվեմ ձեզ հետ անպայման։ Վերջ ընկերներ, այսքանն էր իմ Wildberries-ի բոլոր պատվերները։ Կարծում եմ վլոգը այսօր այսքանով կավարտեմ, կտեղադրեմ եւ կհանդիպենք մյուս վլոգում եւ արդեն կխոսենք այնտեղ
մի շատ կարևոր ինֆորմացիայի մասին։ Ես կկիսվեմ ձեզ հետ մի շատ կարևոր ինֆորմացիայի մասին եւ կշարունակենք միասին մեր ճանապարհը մի փոքր այլ ուղղությամբ։ Լավ եղեք ու լավ մնացեք։